Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի նախագծում մեկ դրույթ էլ կա։ Կողմերը հայտարարում են, որ միմյանց նկատմամբ չունեն որևէ տարածքային պահանջներ եւ ապագայում չեն ներկայացնելու որևէ նման պահանջներ։ Այսինքն Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն իսկ համաձայնեցրել են նախագծի տեքստում, որ չեն կարող լինել որևէ տարածքային պահանջներ կողմերից մեկի կողմից մյուս կողմի նկատմամբ եւ համաձայնագրի պայմանագրի տեքստում կա եւս մեկ կարևոր դրույթ, որը նախատեսում է, որ կողմերը չեն կարող իրենց պետական օրենսդրությունը վկայակոչել որպես հիմնավորում խաղաղության պայմանագիրը չկատարելու համար։ Ուստի այս նրբությունները շատ կարևոր են, ինչու՞։ Քանի որ Հայաստանի օրենսդրության համաձայն խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո մենք պարտավոր ենք այն ուղարկել մեր սահմանադրական դատարան ստուգելու համար պայմանագրի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը։ Ի նկատի ունեմ դա տարբերակ, ընտրության տարբերակ չէ, դա պարտադիր է։ Այդ փաստաթուղթը պարտադիր պետք է ուղարկվի սահմանադրական դատարան։ Այդ տեսանկյունից մենք երկու տարբերակ ունենք։ Առաջին տարբերակը այն է, որ եթե սահմանադրական դատարանը որոշում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում մեր սահմանադրությանը։ Եթե նման որոշում լինի, թեպետ ես պիտի ասեմ, որ նախորդ սեպտեմբերի որոշումից հետո մեր փորձագետներն ասում են, որ մեծ չէ հավանականությունը, որ սահմանադրական դատարանը կարող է որոշել այդպիսի բան։ Անցյալ տարվա այն որոշումից հետո, որը վերաբերում էր սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին, բայց դատարանը եւ եթե սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում մեր սահմանադրությանը, մենք կունենանք շատ առանձնահատուկ իրավիճակ, որում պետք է որոշում կայացնել։ Ազնիվ ասեմ, այդ պարագայում ինչպիսի դիրքորոշում կունենա Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ անձամբ ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ այս խաղաղության գործընթացը եւ խաղաղության պայմանագիրը չպետք է բաց թողնվեն եւ կփորձենք եւ կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունը արվի տևական եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար, բայց եթե սահմանադրական դատարանը որոշի, որ պայմանագիրը ամբողջովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, ապա այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի փաստաթուղթը մեր ազգային ժողով վավերացման ուղարկելու ճանապարհին։ Վավերացումից հետո այդ փաստաթուղթը ձեռք կբերի ամենաբարձր իրավաբանական ուժը Հայաստանում։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, որը նախատեսում է, որ Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։ Դա նշանակում է, որ եթե վավերացման պահից հետո եւ ուժի մեջ մտնելուց հետո, ինչը տեղի կունենա վավերացման մասին օրենքի նախագահի կողմից ստորագրումից հետո, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ամենաբարձր իրավաբանական ուժը կունենա Հայաստանի Հանրապետությունում։ Սա շատ կարևոր լուր է, որովհետեւ դա նշանակում է, որ խաղաղության պայմանագիրը կլուծի բոլոր մտահոգությունները, որոնք Ադրբեջանը կարող է ունենալ եւ ունի ներկայումս, ուստի ակնհայտ է, որ
Ադրբեջանի կողմից բարձրացված խնդիրները լուծելու ճանապարհը պայմանագրի ստորագրումն է, ոչ թե չստորագրումը։ Ուզում եմ կրկին անգամ պարզաբանել։ Հնարավորություն չկա, որ չկատարվեն Ադրբեջանի ակնկալիքներն այն դեպքում, երբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, այսինքն 100%-ով վստահ կարող ենք լինել, որ բոլոր մտահոգությունները կփարատվեն եւ այդ մտահոգությունները փարատելու համար խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի։ Եվ դա է մեր հիմնական ուղերձը։ Հատկապես հաշվի առնելով, որ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ կան որոշ տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի։ Բայց մենք այդ հարցը առանձին չենք բարձրացրել, քանի որ համարել ենք, որ պայմանագրի համաձայնեցված տեքստում այդ խնդիրը կհասցեագրվի։ Մեր մոտեցումը սա է։